Գիրք Ելից, գլուխ 6 Այն ժամանակ Տերն ասաց Մովսեսին. Հիմա կտեսնես, թե փարավոնին ինչ եմ անելու, որ հզոր ձեռքով կթողնի նրանց և հզոր ձեռքով դուրս կանի նրանց իր երկրից։ Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. Ես եմ Տերը, և երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին, ամենակարող Աստծու անունով, բայց իմ Եհովա անունով չհայտնվեցի նրանց։ Նաև նրանց հետ հաստատեցի իմ ուխտը, որ նրանց տամ Քանանի երկիրը, նրանց պանդխտության երկիրը, որում պանդուխտ դարձան։ Ու նաև լսեցի Իսրայելի որդիների հառաչանքը, որոնց եգիպտացիները ստրկացրել են, և հիշեցի իմ ուխտը։ Դրա համար էլ ասա Իսրայելի որդիներին. Ես եմ Տերը, և ձեզ դուրս կբերեմ եգիպտացիների ծանր բեռների տակից, և ձեզ կազատեմ նրանց կապանքներից, և կփրկեմ ձեզ մեկնած բազուկովս և մեծ դատաստաններով։ Եվ ձեզ կդարձնեմ իմ ժողովուրդը, և ձեր Աստվածը կլինեմ, և կիմանաք, որ ես եմ ձեր Տեր Աստվածը, ով ձեզ ազատում է եգիպտացիների բռնությունից։ Եվ ձեզ այն երկիրը կտանեմ, որի մասին երդվեցի, որ տալու եմ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և ձեզ եմ տալու, որպես ժառանգություն, ես, Տերս։ Եվ Մովսեսն Իսրայելի որդիների հետ այսպես խոսեց, բայց նրանք իրենց հոգու նեղության ու դաժան ծառայության պատճառով չլսեցին Մովսեսին։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ, ասելով. Մտիր, խոսիր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին իր երկրից ազատի։ Եվ Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ ասելով. Ահա Իսրայելի որդիներն ինձ չեն լսում, ուրեմն փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ, երբ ես անթլպած շրթունքներով եմ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների ու Եգիպտոսի փարավոն թագավորի վերաբերյալ, Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից դուրս հանելու։ Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները, Իսրայելի անդրանիկ Ռուբենի որդիները՝ Ենովք, Փաղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը, և Շմավոնի որդիները՝ Համուել և Համին, և Վոհադ, և Յաքին, և Սահար, և քանանացի կնոջ որդին՝ Սավուղ։ Սրանք են Շմավոնի տոհմերը։ Եվ սրանք են Ղևիի որդիների անուններն ըստ իրենց սերունդների՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Եվ Ղևիի կյանքի տարիները 137 տարի եղան։ Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ղոբենին և Սեմեին էին։ Կահաթի որդիները՝ Ամրամը, Իսահարը, Քեբրոնն ու Ոզիելը։ Եվ Կահաթի կյանքի տարիները 133 տարի եղան։ Մերարիի որդիները՝ Մոողին և Մուսին։ Սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Եվ Ամրամն իր հորաքույր Հոքաբեդին իրեն կնության առավ, և նա նրա համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին։ Եվ Ամրամի կյանքի տարիները 137 տարի եղան։ Իսահարի որդիները՝ Կորխը, Նափեկը և Զեքրին էին։ Ոզիելի որդիները՝ Միսաելը, Եղիսափան և Սեթրին էին։ Եվ Ահարոնն իրեն կնության առավ Ամինադաբի աղջիկ Նահասոնի քույր Եղիսաբեթին, և նա նրա համար ծնեց Նադաբին և Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ Կորխի որդիները՝ Ասիրը, Եղկանան և Աբիասափն էին։ Սրանք են կորխեցիների տոհմերը։ Եվ Ահարոնի որդի Եղիազարը Փութիելի աղջիկներից իր համար կին վերցրեց, և նա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են Ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Ահարոնը և Մովսեսը, որոնց Տերն ասաց. հանեցեք Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից, իրենց զորքերով։ Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները, այս Մովսեսն ու Ահարոնը։ Եվ եղավ այն օրը, երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում, որ Տերը խոսեց Մովսեսին, ասելով. Ես եմ Տերը, խոսիր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ այն ամենը, ինչ որ քեզ ասում եմ։ Եվ Մովսեսը Տիրոջ առջև ասաց. Ահա ես անթլպած շրթունքներով եմ, փարավոնն ինչպե՞ս է լսելու ինձ։